Այսօրվա ակցիայի նպատակն էր, որ օրեր առաջ կառավարությանն ուղղված բաց նամակը, որը ստորագրվել էր ավելի քան 10,000 օգտատերերի կողմից, փոխանցենք ՀՀ կառավարությանը եւ սպասենք համապատասխան ընթացքի։ Ինչ բովանդակություն։ Բովանդակությունը հիմնականում սոցիալական խնդիրներին է վերաբերում, տեղահանվածների, որովհետեւ այս ժամանակահատվածում մենք հասկացանք, որ տեղահանվածների սոցիալական խնդիրները չեն պակասում, հակառակը օրեցօր ավելանում են եւ բոլոր աջակցությունները, որ մինչ այս կարճաժամկետ, միջնաժամկետ տրամադրվում էին, արդեն իսկ հասել են իրենց տրամաբանական ավարտին, այսպես ասած, որոշ կարճաժամկետ աջակցություններ պետք է շարունակական լինեն մինչեւ տարեվերջ, սակայն դրանք լինելու են կոնկրետ խոցելի խմբերի համար, առանձնացված շատ փոքր խմբերի համար եւ ցավոք սրտի ինչպես նաև կառավարությունն է դրան տեղյակ, այդ խմբերի մեջ չեն ընդգրկվելու բազմաթիվ ընտանիքներ, որոնք ունեն առօրյա իրենց հոգսերը հոգալու մեծ խնդիրներ։ Իհարկե մենք անընդհատ լսում ենք, որ արցախցիները պետք է աշխատեն, արցախցիները պետք է իրենց հոգսը իրենք հոգան։ Ես բոլորիդ հավաստիացնում եմ, արցախցիները բոլորը պատրաստական են աշխատել, նրանցից շատերը աշխատում են, այդ մասին նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը է պարբերաբար իր պաշտոնական տեղեկագրերում ներկայացնում, թե քանի հազար անձ է ներգրավված որպես վարձու աշխատող, որքան մարդ է աշխատում, սակայն մենք տեսնում ենք, որ այդ աշխատավարձով ընդամենը հնարավոր է առօրյա հոգսերը հոգալ։ Իսկ բնակվարձը, որը ամենամեծ խնդիրն է այսօր տեղահանվածների համար, շարունակում է մնալ խնդիր։ Երեխայի աջակցությունը, որ 18 տարեկան լրացելը չենք ստանում, 18 տարեկանից չենք ստացել 50,000-ը։ Օգոստոսից ամսից, օգոստոսը, որ 18 տարեկան լրացելը, օգոստոս, սեպտեմբեր, հունիս, հուլիս, մի տարի ալի, մի տարի կնի, որ չենք ստանում իրանը։ Բայց իմս ամուսինը ստացել ենք, մենք 40-ել ենք ստացել, յոգոտ 40-ին ենք սպասում, որ պիտի փոխանցումը անեն։ Բայց երեխային հալամ դարտակա, քարտի հաշվի համարի դարտակա։ Մինչև թոշակի պրոբլեմն ալել, երեխային անումով են գցել, որ ծնողը իրավունք չունի ստանալ։ Ասում են խնամակալի որոշման թողտը բեր, որ խնամակալը դու ես, որ կարանք մենք քստանք։ Հալամ երեխայի անումով ակինեմ 37,500 յոգոտ կարգի աշմանդամա լուսողության խնդիրոնի տակդիրադնում տակդիրը օժս չի պատում որ բանանենք առնենք դնենք տակը։ Հիմա Նիկոլ Փաշինյանից սպասելիքներ կա։ Նիկոլ Փաշինյանին ես կուզեմ ասեմ, որ վարձավ եմ մնում։ Իմ օժս պատում չի, եթե ինքը ինձ բնակարանով կապահովի, ես իրանանա դժգոհ չեմ ինի։ Թող ապահովի, ես իրան այդ աջակցությունը տամ իրան մածունարի ածի գլխին, չեմ ուզում։ Մենակ եթե տոնավ ապահովում է, մնամ ստեղ, ուր գնանք ստեղից։ Իմ հայրենիքս է Հայաստանը, ստեղից ուր գնանք Ռուսաստան, Պուտինը կարող է մեզ օգնի։ Պուտինը եկալ է Արցախը մտալ, ռուս խաղապանյա, ուրա, տեսից վիճակում ենք հայտնվալ։ Եթե սխալ եմ ասում, ասես սխալ ես ասում։ Պահանջները ով է կատարում, ենթադրիկ պահանջ ունեք, կատարող չկա։ Դրա համար էլ ոչ պահանջ ունեք եւ ինչ պահանջենք։ Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանը մեծ համար գոյություն չունի։ Ինքը մահկանացու է, մահկանացու էլ չի։ Ես իրեն երտնային կյանք, երբի կյանքումս չեմ не пожелаю։ Երտնային կյանք էլ չեմ ցանկանում։ Ինքը պիտի տառապակների մեջ ամբողջ կյանքը անցկացնի։ Ափսոս է իրան երտնային կյանք։ Ժողովուրդը վերավծրեց ստը։ Ինչ է պահանջում։ Ինքը ով էր, որ Արցախը ծախեց։ Ինքը ով էր, բայց Արցախը պահանջում, մեր ապրոցն եք պահանջում։ Ինչի համար աստորագրել։ Մեր հողն եք պահանջում։ Ինչ պիտի պահանջեք։ Մեր հետ դաշտն եք պահանջում։ Ուրիշ ոչինչ։ Մենք իրենց պահանջ չունենք բավշե։ Այդ իշխանության, այդ կառավարությունից Արցախի տեղ ինքը ստորագրի Արցախը հանձնի։ Ինքը ով է, որ Արցախը հանձնել է։ Համե Արցախը հանձնել է, վեր ժողովուրդ լուծրեց դեր իրան ընտանիքի հետ պիտի ամեն ինչ ասում է։ Տառապակների մեջ իրենց կյանքը վայելին։ Всё